Ողջույն սիրելի բարեկամներ, Մայիս Կարիբյանն եմ, եւս այսօր իմ հաղորդումն է US Armenia-ով եւ ես խոսալու եմ ֆինանսական սերվիսների մասից։ Առիթից օգտվելով ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել US Armenia-ին այս հնարավորությունը ինձ տալու համար։ Այսօր ես ավելի շատ անդրադառնալու եմ ինշորանսների վերաբերյալ զրույցը եւ թեման խոսալու եմ ինշորանսներից։ Անցած հաղորդման մեջ ես ավելի շատ խոսացի real estate-ից, բայց այսօր ավելի մանրամասը կուզեմ ինշորանսի մասին ձեր հետ կիսվել։ Նրանք, ովքեր ինձ առաջի անգամ են դիտում, արդեն 20 տարիներից ավել է, որ ես ֆինանսական ինդուստրիայի մեջ եմ եւ կարողացել եմ օգնել հաճախորդների, ընտանիքների եւ անհատների մոտ 3000-ից ավել արդեն կլիենտների սերվիս եմ տվել եւ եթե կկարողանամ թե ինշորանսով, թե real estate-ով օգտակար լինել Եվս ձեզ կամ քեզ մեծ սիրով անպայման զանգահարիր ինձ, ես շոուից հետո միշտ վերադառնում եմ բոլոր զանգերին։ Էկրանների վրա դուք տեսնում եք իմ համարը 213 309 34 37։ Եվ այսօրվա հաղորդումը բացի ձեր հետ զրուցելուց ես միշտ սիրում եմ PowerPoint-ով իմ ինֆորմացիան նաև ցույց տալ եւ կիսվել ձեզ հետ։ Եթե խնդրեմ գնանք PowerPoint եւ կկիսվեմ այսօրվա թեման։ Շատ բարի, ինչպես տեսնում եք էկրանների վրա իմ շոուն ամեն չորեքշաբթի օրերն են լինում US Armenia-ով եւ նաեւ այս շոուն ես տեղադրում եմ YouTube ալիքում, social media ցանցերում, եթե գնաք @myismikecaribyan դուք կարող եք ինձ հետևել բոլոր այս social media պլատֆորմների վրա եւ անպայման գնացեք եւ YouTube ալիքը իմ բոլոր հաղորդումները ես անպայման տեղադրում եմ Եթե ինչ-որ պատճառով չեք կարողացել նայել իմ հաղորդումը կամ բաց եք թողել, կարող եք իմ YouTube չանալից գնաք եւ նայեք այդ հաղորդումները։ Ես հիմնականում մարդկանց օգնում եմ իրենց ֆինանսական հարցերով եւ բոլոր կոնսուլտացիաները անվճար են, այնպես որ կապնվեք ինձ հետ, մեծ սիրով կարող եմ հանդիպել ձեր հետ։ Եվ միևնույն ժամանակ գրել եմ մի հատ գիրք, որ կարծում եմ ընթերցելով շատ կօգնի ձեր անձնական կյանքում առաջ գնաք եւ ձեր ֆինանսների մեջ Amazon-ում եթե գնաք եւ գրեք Մայիս Մայք Կարիբյան կամ գրքի վերնագիրը The Secret of Living is Giving անպայման այս գիրքը կտեսնեք կարող եք օրդեր անել եւ կարդալ Ինչպես նշեցի քիչ առաջ ինշորանսներ եւ real estate արդեն 20 տարուց ավել փորձ ունեմ այս ինդուստրիայի մեջ բավականին հաճախորդների օգնել եմ եւ կփորձեմ ձեզ էլ օգտակար լինել Այսօրվա թեման ինչի եւ ինչու է կարևոր life insurance-ը եւ տարբեր life insurance-ների տեսակների մասին եմ ուզում խոսալ։ Եթե հետ գանք ստուդիա, ես հիշում եմ, երբ որ նոր էի սկսել այս գործը տարիներ առաջ, այն ժամանակ, երբ որ հաճախորդի հետ հանդիպում էի ունենում, երևի առաջի 30-40 րոպե, 1 ժամը ավելի շատ զրուցում էի եւ այսպես ասած համոզում էի, եթե կարելի այդպես ասել, որ life insurance-ը կամ health insurance-ը լավ բան է եւ եթե այդ stage-ը անցնում ենք, նոր արդեն գնում ենք զրուցում ենք տեսակների մասին, գնի մասին, բայց վերջի 5-ից 7 տարիները կամ միգուցե ավելին մարդկանց մոտ փոխվել է մտածելակերպը, նրանք ավելի բաց միտք են ինշորանսների նկատմամբ, որտեվ գնալով հասկանում են դրա կարևորությունը, մանավանդ եթե գնանք 3 տարի հետ Երբ որ սկսեց COVID-ը, շատ մարդիկ իրոք ավելի լրջությամբ սկսեցին մոտիկանալ թե health insurance-ներին, թե life insurance-ներին, որտեվ գնալով կյանքը ապացուցում է, որ յուրաքանչյուր ժամանակ, յուրաքանչյուրիս հետ կարող է դեպք լինել եւ ֆինանսական ձախողումներից մեկը գալիս է նրանից, երբ որ մարդ չի ապահովագրում իր կյանքը, իր առողջությունը եւ դրա պատճառով մեծ ֆինանսական կորուստներ են ունենում, դժվարություններ են ունենում եւ եթե հետևում եք այսօրվա ինշորանսների մանավանդ health-ի հետ կապված հասարակ այս մի քանի օր առաջ մի հաճախորդ ունեի ինձ զանգեց referral էր եկե ասում է մայիս գլխացավի պատճառով գնացել էի emergency ընդամենը ժամ ու կես 2 ժամ է ընդ մնացել մի հատ ստուգել են մի հատ դեղ են տվել ասում է 10 օր հետո մոտավորապես $5,800 բիլ ստացավ Այսինքն միտքս այն է, որ չունենալով ինշորանս, իրոք դա կարող է մեծ վնասներ բերել քո ֆինանսներին։ Դրա համար ապահովագրությունը շատ կարևոր է մեր կյանքերում։
Գնանք PowerPoint եւ խոսանք իրականության մեջ ինչ է նշանակում life insurance։ Անգլերեն կարդամ, կփորձեմ հայերենել բացատրել։ Life insurance can be defined as a contract between an insurance policy holder and an insurance company where the insured promises to pay a sum of money in exchange for premium upon the death of an insured person or after a set period. Սա նշանակում է ինշուրանսը կարելի է հասկանալ այսպես. Կոնտրակտ է կամպանիայի եւ հաճախորդի հետ, որ եթե հաճախորդին մի դեպք պատահի, այս դեպքում մահվան հետ կապված եւ շատ policy-ներ իրենց մեջ ունեն մյուս benefit-ը, որը կոչվում է living benefit, երկու դեպքում insurance company-ն կարող է վճարել անհատի կորուստ լինելու դեպքում իր ժառանգորդին, անգլերեն ասում են beneficiary, կամ եթե հաճախորդը անձնապես առողջական խնդիրներ ունենա եւ qualify անի այդ living benefit claim-ներին, գումարը կարող է գալ իրեն։ Մյուս սլայդի մեջ մի փոքր ուզում եմ ավելի པարզ բացատրել ինշուրանսների տեսակների մասին։ Եթե հետ գանք ստուդիա, մինչև անցնել էկրաններին, կուզեմ մի հատ կարևոր բան նշել, ուզում եմ նշել, որ գիտես, ինձի շատ են ասում, ստուդիայում եք, այո, ոնց որ։ Ինձի շատ են ասում, որ ինշուրանսները լավը կա, վատը կա, ես կարող եմ համոզված ասել։ Առաջինը այսպես կձևավորեմ իմ միտքը։ Այն անհատները, որ ունեն որևէ տեսակի ինշուրանս, դա ամեն դեպքում ավելի լավ է, քան նրանք, որ ոչ մի բան չունեն։ Շատ կարևոր է դա հասկանալը։ Իսկ երկրորդը, երբ որ ունես ինշուրանս, պետք է ոչ թե այստեղ հարցը լավ ու վատի մասին է խոսքը գնում, ավելի ճիշտ պետք է հասկանանք, երբ որ գնում ենք ինշուրանս, տարբեր տեսակի ինշուրանսները պետք է համապատասխանի մեր կարիքին եւ մեր ապագա ծրագրերին կամ նպատակներին։ Դա է ամենակարևորը, երբ որ ընտրություն ես անում ինշուրանսների մեջ։ Եվ ընդհանրապես կյանքում, եթե օրինակի համար ասենք վերցնենք օրինակի համար Toyota Camry կամ Prius, չէ, մեքենաները, երևի մեծամասնությունը կասեն շատ լավ մեքենաներ են, որակով են, էկոնոմիկ են, բայց դա կծառայի, եթե քեզ դա է պետք, եթե դու օրինակի համար construction բիզնեսի մեջ ես եւ քեզ ավելի մեծ մեքենա է պետք, truck-ի նման մի բան, այդ ավտոն քեզ ճիշտ չի ծառայի։ Նույնը ինշուրանս առնելուց է։ Յուրաքանչյուր policy, երբ որ ես վաճառում եմ հաճախորդին, իմ համար շատ կարևոր է հասկանալ իր այս պահի իրավիճակը եւ իր ապագա ծրագրերը մյուս 5 տարվա, 10 տարվա եւ ավելի երկար ժամկետով 30 տարվա ընթացքում։ Եվ դրա համեմատ ես կարողանում եմ խորհուրդ տալ եւ ասել, գիտես ինչ, կարծում եմ այս տեսակի policy-ն քեզ ավելի beneficial կլինի։ Հետ գնանք PowerPoint-ի վրա եւ ավելի մի քիչ մանրամասը բացատրեմ ձեզ ինշուրանսներից։ Ընդհանրապես ինշուրանսները հիմնականում բաժանվում են երկու կատեգորիաների մեջ։ Ձախ կողմում դուք տեսնում եք term եւ աջ կողմում permanent։ Term նշանակում է ժամանակավոր ինշուրանսներ եւ permanent նշանակում է մինչեւ կյանքի վերջ։ Իհարկե այս անունները տարբեր ձևի են հնչում շատ անգամներ, բայց երկու կատեգորիայի մեջ են լինում։ Հետ գանք term տեսակներին։ Term-ի մեջ լինում է level եւ increasing եւ հիմնականում տարիների է բաժանված, երևի ամենա general structure-ը 5, 10, 15, 20 եւ 30 տարիներն են եւ վերջում այնտեղ նշել եմ 35 տարի, որտեղ որոշ կամպանիաներ կա, որոնց հետ կոնտրակտ ունեն, որ մինչև 35 տարի term տալիս են, իհարկե կապ ունի ձեր տարիքը։ Մինչև 50 տարեկան հնարավոր է լինում 35 տարվա term վերցնել։ Term-ի դեպքում լավ կողմերը այն է, որ կարող ես բավականին մեծ coverage վերցնել եւ ամսավճարը ավելի էժան լինի, քան թե permanent policy-ները։ Permanent policy-ները հիմնականում լինում են 3-ից 4 տեսակ, այստեղ ես հիմնականը նշել եմ 3 տեսակի permanent policy-ներ, առաջի տեսակը անվանում ենք whole life, երկրորդ տեսակը լինում է universal life եւ երրորդ տեսակը լինում է index universal life,
Իհարկե չորրորդն էլ կա, որը կոչվում է variable universal life կամ variable index product-ներ, քանի որ մարքեթը շատ տատանվող է այսօրվա օրերում, շատ հաճախորդներ variable contract էլ չեն առնում, so հիմնականը այս երկու տեսակն են։ Հետ գանք ստուդիա, ուզում եմ նաև նշել, որ եթե դու ունես policy, շնորհավորում եմ, բայց ուզում եմ հիշեցնել, որ շատ անգամներ իմ տարիների փորձը ցույց է տվել, որ մարդիկ ունեն policy-ներ եւ շատ անգամ կոնկրետ եւ շատ ճշգրիտ չգիտեն իրենց policy-ն իրենցից ինչ է ներկայացնում։ Այստեղ ես ունեմ իմ հեռախոսը, iPhone-ը եւ ամեն տարի iPhone-ը նոր հեռախոս է գալի մարքեթ եւ շատ անգամներ մարդիկ իրենց հեռախոսը ավելի շուտ են upgrade անում, ավելի շուտ որոշումներ են ինֆորմացիա են հավաքում, թե ինչ նորություն կա, քան թե իրենց ֆինանսական product-ները, այս դեպքում ինշուրանսները։ Միտքս ինչ է, որ եթե ունես policy 3-ից 5 տարին մեկ գոյն է պետք է վերանայես, որովհետև ինչպես բոլոր ինդուստրիաների մեջ, այնպես ինշուրանսների մեջ նորություններ են գալի եւ շատ դեպքերում կարողանում ենք ավելի էժան տարբերակով կամ ավելի մեծ coverage-ով replace անել policy-ին կամ ավելի նոր benefit-ներ առաջարկել հին policy-ն ունեցողներին։ Եթե հարցեր ունեք, անպայման տեսնում եք էկրանների վրա իմ համարը 213 309 34 37 զանգահարեք, ես ծրագրից հետո կվերադառնամ ձեր զանգերին եւ եթե կարիքը կա, կարող եմ հեռախոսով օգնել, կարող եք գալ իմ օֆիս, որը Glendale-ում է, կամ ես կարող եմ այցելել ձեր տանը։ Հետ գնանք PowerPoint-ին, շարունակենք այսօրվա թեման, հիշեցնեմ, որ մենք խոսում ենք այսօր ինշուրանսների մասին։ Հաջորդ սլայդը, որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, ինչու է life insurance այս դեպքում շատ կարևոր դեր խաղում մարդու կյանքում։ It's a lifetime gift for your family։ Գիտես, ինշուրանսի միջոցով բավականին մարդիկ տարբեր մանավանդ ազգի շատ կարևորություն են տալի եւ ես կուզեմ մեր հայերի մոտ էլ դա շատ մեծ կարևորության տեղ գրավի իրենց ֆինանսական կյանքում, որտեղ ինշուրանսների պատճառով դու կարող ես մեծ հարստություն թողել քո ապագա ժառանգին, քո ապագա երեխաներին եւ քո ընտանիքի անհատներին։ Երկրորդ բանը դու protect ես անում, եթե քո հետ մի դեպք պատահի, գոյն է ֆինանսապես քո կինը, ամուսինը, երեխան կամ ծնողը մեծ դժվարություն չի ունենա, գոյն է ֆինանսապես, եթե ունես love insurance policy եւ ճիշտ coverage։ Իհարկե ապահովություն է տալի peace of mind, ընտանիքի future-ը, ֆինանսական future-ն է ապահովում, արդեն նշեցի, insurance-ի միջոցով կարող ես մեծ հարստություն թողել քո ապագա ժառանգներին։ Մյուս բանը, որ ուզում եմ այստեղ սլայդով ձեզ հետ կիսվել եւ բացատրել, էսի կոչվում է X-curve եւ այստեղ մի հատ փոքր illustration կա, որ կուզեմ ձեզ բացատրել։ Եթե ներքևի մասը տենում ենք այստեղ օրինակով, եթե մի անհատ օրինակ 20 տարեկանից սկսում է աշխատել, հիմնականում մարդիկ retire են լինում մինչև 65 տարեկան։ Դա մոտավորապես 40-ից 45 տարվա աշխատանք է։ Երբ որ անհատը նոր է սկսում կյանքը, իր մոտ արդեն responsibility-ները գնալով շատանալու են եւ կարեւորություն պետք է տանք մի քանի կետերի։ Ավելի երիտասարդ ժամանակ անհատները ունենում են քիչ saving-ներ եւ շատ responsibility-ներ։ Ընտանիք, երեխաներ, պարտքեր, եթե տուն ես գնել, ավտոմեքենա, առողջության ինշուրանս եւ ընդհանրապես բոլոր ծախսերը։ Գաղտնիքը ինչ է։ Ինչքան տարիքդ բարձրանում է, դու պետք է փորձես քո responsibility-ները քչացնես եւ քո պարտքերը մարես։ Եվ ինչքան որ տարիքդ բարձրանում է, միևնույն ժամանակ պետք է ավելի մեծ ֆինանսական wealth, հարստություն կամ ունեցվածք ձեռք բերես։ Ցավոք սրտի, ընտանիքների կամ անհատների, կարելի ասել 80%-ը, եթե ոչ ավելին, այս երկու ուղղությունները հակառակ են աշխատում։ Այսինքն անհատը գնալով տարիքը մեծանում է, նա գնալով ավելի շատ բարձրացնում է իր ծախսերը, իրենց պատասխանատվությունները, իրենց պարտքերը եւ ավելի քիչ գումար են մի կողմ դնում ապագայի saving-ի, retirement-ի
եւ ինվեստմենտների համար։ Դա է պատճառը, որ բնակվելով Ամերիկայում շատ անհատներ ունեն մեծ ֆինանսական խնդիրներ, որովհետեւ այս ինֆորմացիան կամ այս ուղղությունները ճիշտ չեն օգտագործում։ Եթե հետ գանք ստուդիա, ես ուզում եմ անպայման նշել, որ իմ տարիների փորձը ցույց է տվել եւ ես այս տարիների ընթացքում ունեցել եմ փորձ աշխատել միջին կարգի ֆինանսապես իհարկե նկատի ունեմ ընտանիքների հետ, անհատների հետ եւ բավականին հարուստ մարդկանց հետ եւ կարող եմ համոզված ասել, որ այստեղ խնդիրը այն չէ, գումար վաստակելը չէ մենակ խնդիրը։ Շատ դեպքեր տեսել եմ, որ մարդիկ կան մեծ գումար են վաստակում ամեն ամիս, բայց դրանով մեկտեղ ունեն մեծ ֆինանսական խնդիրներ, որտեղ իրանց խնդիրը ծախսելու եւ կատեգորիապես իրանց ֆինանսները դասավորելու մեջ է։ Եվ միևնույն դեպքում ունեցել եմ հաճախորդներ, որ շատ քիչ գումար են աշխատում եւ նրանք, ովքեր իմ խորհուրդը վերցրել են, եղել են շատ անգամներ, որ 10 տարի առաջ այդ հաճախորդի տունն եմ եղել, 15 տարի առաջ կամ 5 տարի առաջ, եւ ես իրան բացատրել եմ, գիտես ինչ, սովորություն պիտի անես, երբ որ գումար ես ձեռք բերում, պետք է անպայման մի մասը դնես մի կողմ ապագայի համար, փորձես, որ հարստություն կառուցել, եւ երբ որ դու այդ սովորությունը ձեռք ես բերում, դու տենում ես տարիների ընթացքում քո ֆինանսական աշխարհը սկսում է փոխվել։ Իսկ ինչ է սովորացնում այս երկիրը կամ ընդհանրապես կյանքը, կյանքում շատ արագ մարդիկ emotional որոշումներ են անում մանավանդ ֆինանսների մեջ եւ շատ արագ ձևի, շատ արագ կերպով իրանց, եթե մի անհատ օրինակի համար վաստակում է $5,000 ամիսը եւ ինքը գործի տեղը promotion է ստացել եւ սկսում է վաստակել $7,000 կամ $8,000, շատ քչերն են, որ այդ տարբերությունը սկսում են մի կողմ դնել եւ իրենց ապագայի համար ֆինանսական մի investment անել։ Շատերը ինչ են անում, փոխում են իրենց lifestyle-ը, գնում են ավելի թանկանոց մեքենա կամ փոխում են իրենց տունը, ավելի ճոխ lifestyle-ի հետև են գնում եւ այդպես ունենում են մեծ ֆինանսական դժվարություններ։ Հետ գնանք PowerPoint-ին, ժամանակը արագ է անցնում, փորձեմ վերջացնել այսօրվա ծրագիրը։ Քիչ առաջ նշեցի, հերթականությունը շատ կարևոր է, առաջինը պիտի protect անես ինչ ունես, դրա մեջ գալիս է life եւ health insurance-ները, երկրորդը ես միշտ խորհուրդ եմ տալի մարդկանց, որ ազատվեն իրենց պարտքերից, credit card, auto loan, student loan, երրորդ կետը emergency fund եւ չորրորդը նոր investment-ներ անել։ Այս մյուս slide-ը emergency fund նկատի ունեմ, եթե քո ամսական ծախսերը օրինակ $5,000 է, գոյնը 6-ից 12 ամսվա saving պետք է փորձես ունենաս, որ ավելի հանգիստ ֆինանսական իրավիճակում լինես եւ նոր վերջում սկսես invest անել։ Ցավոք սրտի, այս դեպքում էլ շատ մարդկանց մոտ այս նկարը կամ այս հերթականությունը հակառակ է։ Նրանք առաջինը investment են անում, չունենալով down payment, հայթայթելով, պարտկանելով, չունենալով emergency fund, եւ եթե down payment-ի նեղություն ունեն, պարտք են անում, տունը երբ որ գնում են credit card-երով առնում են ապրանքներ, կահույք, չգիտեմ ինչ որ այ remodel են անում եւ իրանց ֆինանսական պարտքը ավելի է մեծանում եւ վերջում էլ երբ որ անհատը չունի առողջական insurance, health insurance կամ life insurance, մի դեպք է պատահում եւ ամբողջ իր ֆինանսական house-ը, չէ, financial house-ը collapse է լինում, քանդվում է։ Դրա համար այս դեպքում է պետք է այս հերթականությանը անպայման հետևեն։ Դրա համար ես դրել եմ 1, 2, 3, 4. Protect, debt management, emergency fund, նոր investment-ներ անել։ Այստեղ մի հատ ուրիշ slide, որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, ֆինանսական կամ գումարի օրենքներից են, անգլերեն ասում է the wealth formula։ Գումարը ունի կարիք, ժամանակ պետք է տաս, ճիշտ interest վրան աշխատես, հանես ինֆլացիան, այսօրվա օրերում ինֆլացիան 7-8% է տարեկան, այսինքն եթե քո գումարը ճիշտ invest չես անում եւ մինիմում գոյնե 5-ից 7% չի աշխատում, դու նույնիսկ չես կարողանում ինֆլացիային հաղթահարես։ Դրանից հետո հանում ենք tax-երը, ինչ որ tax պիտի տա եւ տակը ինչ մնաս դրանով
համարվում է wealth կառուցել։ Մյուս աջ կողմը save early, խնայիր առաջ շատ վաղ տարիքից։ Վերցնենք այս օրինակը, անհատը 25 տարեկան է եւ տարեկան $3600 է սեյվանում 8%-ով եւ ընդամենը 7 տարի։ Հետո էլ չի ձեր տալի այդ գումարին, մինչև 48 տարեկանում ինքը իր գրպանից դրել է 25200 եւ 48 տարեկանում այդ տարեկան տոկոսը compound interest-ով 128000 գումար է դառել։ Աջ կողմի տարբերակը նույն անհատը 7 տարի ուշ է սկսում այդ ֆորմուլան օգտագործել, այսինքն ավելի քիչ ժամանակահատված է մնում գումարը interest հավաքի 32-ից էլի նույն 3600-ը դնում է մինչև age 48 ավելի երկար տարիներ, իր գրպանից դրել է $61200 եւ նույն տարիքում 131000 գումար է հավաքվել։ Դնում եք տարբերությունը վաղ սկսելու ինչքան կարևոր է։ Հաջորդ սլայդը միգուցե շատերիդ հայտնի լինի, միգուցե շատերիդ համար նորություն լինի։ Մեզ բոլորիս հայտնի է շատ Այնստայնը, որը հնարել է 72-ի օրենքը, այստեղ շատ կարճ բացատրեմ, եթե ուզում ես արագ հաշվես, թե քանի տարի կտևի, որ քո գումարը double լինի, կրկնապատկվի, 72-ը բաժանում ես տոկոսին։ Եթե մի տոկոս ես տարեկան ստանում, 72 տարի հետո նոր քո գումարը double կլինի։ Եթե 4%, 72-ը բաժանած 4-ի, ամեն 18 տարին մեկ double կլինի գումարը, 6%-ի դեպքում 12 տարին մեկ եւ 12%-ի դեպքում 6 տարին մեկ։ Իհարկե արդեն խոսացինք ինշուրանսների տեսակների մասին, եթե հարցեր ունեք անպայման զանգահարեք 213 309 34 37, սա իմ վեբսայթն է, կարող եք գնալ այնտեղ եւ ինձի ինչ հարցեր կա վեբսայթի միջոցով եւ վերջի կոդը, որ ուզում եմ Ջիմրանից որպես սովորություն ձեզ հետ եւս մեկ անգամ կիսվել, անգլերեն գրած է if you don't like how things are, change it, you're not a tree։ Հետ գանք ստուդիա։ Այս կոդը ինչի եմ սիրում, որովհետև շատ պարզ Ջիմրանը կիսվում է իր միտքը։ Եթե մեր կյանքում բաներ կա, որ չենք սիրում, մենք կարող ենք փոխել, մենք ծառ չենք, կարող ենք փոփոխություններ անենք եւ իհարկե դա ուզում եմ վերաբերվել մեր ֆինանսների մեջ։ Եթե մեր ֆինանսական կյանքը, մեր ֆինանսական աշխարհը, մեր ֆինանսական դրությունը ինչ պատճառով մեր դուրը չի գալի, նշանակում է պետք է փոփոխություններ անենք։ Պետք է ճիշտ ինֆորմացիա հավաքենք։ Պետք է ճիշտ մարդկանցից ճիշտ խորհուրդներ վերցնենք։ Եթե իմ 20 տարիների փորձը կարող է քեզ օգտակար լինել, կապնվիր ինձ հետ 213 309 34 37, ինչպես նշեցի, բոլոր կոնսուլտացիաները անվճար են։ Ես մեծ սիրով կնստեմ, կզրուցեմ քեզ հետ, կուսումնասիրեմ ինչ տարիքի ես եւ մինչեւ առ այսօր ինչպիսի փորձառություն ես ունեցել քո ֆինանսական աշխարհում, ինչ հաջողություններ կամ ձախողումներ ես ունեցել եւ դրա համեմատ կտամ իմ խորհուրդը, իմ մասնագիտորեն կփորձեմ քեզ լավ խորհուրդներ տալ, որ մյուս տարի, մյուս 5 տարին, մյուս 10 տարին քո ֆինանսական աշխարհը տարբեր լինի ինչ որ ունես այսօր, իհարկե ավելի լավ վիճակում գտնվելով։ Սա Մայիս Մայք Կարիբյանն էր, շնորհակալություն եմ հայտնում, որ հետևում եք ինձ, տարածեք այս վիդեոները, եթե ինձ հետևում եք, եթե չեք հետևում, social media-ի մեջ անպայման գրեք @Մայիս Մայք Կարիբյան եւ հետևեք, ես շատ իմ հաղորդումները post եմ անում social media-ի մեջ եւ շատ նորություններ մանավանդ Instagram-ով իմ ստորիների մեջ բաժնեկցում եմ բոլոր իմ հետևողների հետ, այնպես որ հետևեք ինձ եւ ես համոզված եմ, որ այն ինֆորմացիան, որ ես ժամ եմ դնում, հայթայթում եմ եւ բաժնեկցում եմ ձեր հետ, մի օր ձեզ օգտակար կլինի, եթե օգտագործեք ձեր կյանքերում։ Մնացեք լավ, կհանդիպենք մյուս անգամ, Մայիս Մայք Կարիբյան, ստեսություն ձեզ։